Արտաքին գործերի նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցով առաջիկայում լավ նորություններ կլինեն։ Ֆինլանդիայի պաշտոնակցի Վալտոնենի հետ ասուլիսին Միրզոյանը տեղեկացրել է. Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի գործընկերների հետ զրույցում քննարկել են գերիների հարցը։ Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում, ասել է նախարարը։ Հայ գերիների մասին երկրների միջոցով տեղեկություն ստանալու հնարավորության մասին հայտնել է, որ այս հարցում առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանադրությունը փոխելու նախապայմանին էլ ասել է. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այն, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում։ Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունման հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիք հարցն է։ Փաշինյանը ներկայ է գտնվել Սիլիկոնյան սարեր 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը գրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը։ Վարչապետն իր ելույթում արձանագրել է տեխնոլոգիական ոլորտի ենթակառուցվածքների զարգացման, քաղաքականությունների մշակման լավ կրթական համակարգ ունենալու համար անհրաժեշտ է կրթություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է բելգիացիների թագուհի Մաթիլդային։ Հանդիպմանը քննարկվել են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների շրջանակում իրականացվող ծրագրերն ու դրանց առաջ մղման ուղղությամբ տարվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։